Բարև ձեզ, խնդրեմ նախ մի քանի հարցադրումների անդրադառնանք նոր գնանք։ Ի վերջո Սահմանադրական դատարանից սպասումները Տիկին Գալյան եւ Տիկին Ջուլհակյան հասարակական տարբեր շրջանակների մոտ թերահավատություն է առաջացնում այն հիմքով, որ կասկած ունեն դատավորներից մի քանիսի անաչառության վրա կապված իշխանությունների հետ սերտ կապերի հետ ձեր դիտարկումները։ Օրինակ Սեդա Սաֆարյան Սահմանադրական դատարանի դատավորների պատմության ընթացքում միայն իշխանությունների հետ են կապված եղել ներկա նախկինում նման մտահոգություններ։ Միակ դեպքն է պատմության ընթացքում, որ Սահմանադրական դատարանի բոլոր անդամները գրեթե նշանակվել են ՔՊԻ կողմից։ Նախ ՔՊԻ կողմից չէ, ազգային ժողովի կողմից, եւ դրանք շատ տարբեր բաներ են։ Ազգային ժողովը ժողովրդին է ներկայացնում եւ հանդիսանում է ժողովրդի ընտրության արդյունքը եւ առաջնային մանդատ կրող անձանց կողմից ընտրված են համարվում Սահմանադրական դատարանի դատավորները եւ սա ժողովրդավարության լավագույն դրսեւորումներից է, հետեւաբար նիստվեր եք մեր իրավական կարգավորումները ժողովրդի կողմից ընտրվածները պարլամենտական իրավական համակարգ ունեցող երկրում եւ սա միանշանակ է։ Երկրորդ, ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, կարծում եմ մեր հանրությունը ականատես է եղել այդ միջնորդության քննարկմանը եւ Սահմանադրական դատարանի դատավորների դիրքորոշումներին այսքան։ Որպես արդարադատության ներկայացուցիչ կողքից ձեզ համար ընկալելի է Սեդա Սաֆարյանի հարցը կարծեմ աշխատում էր վարչապետի աշխատակազմում, որդին հայկական ժամանակում հոդվածներ էր հրապարակում։ Սեդա Սաֆարյանի գործունեությանը մենք ծանոթ ենք տարբեր դրվագներով, երբ անաչառությունը կասկածի տակ դնելու հիմքեր են սրանք։ Նախ ես այստեղ եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ։ Երկրորդ, ինքնաբացարկի ինստիտուտն այն մասին է, որ անձը ինքը պետք է հասկանա արդյոք շահերի բախում ունի որոշակի կոնկրետ իրավիճակում, թե չունի։ Եվ եթե այդ իրավիճակը բացակայում է, որոշում է կայացվում, որ անձը ինքնաբացարկ հայտնելու կամ վարույթին չմասնակցելու պատճառներ չունի։ Եվ ես չեմ կարող ասել, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Սեդա Սաֆարյանը կամ ինչ չափանիշներով է, ներքին չափանիշների մասին է խոսքը առաջնորդվում, օրինակ այլ դատավորը, որը ենթադրել է, որ իր մասնակցությունը կարող է շահերի բախման իրավիճակ ստեղծել։ Տիկին Գալյան, մեկ ճշգրտում, դուք ասացիք այստեղ եք որպես ՔՊ ներկայացուցիչ, այո, բայց դուք նաև մնացած այն քաղաքացիների նախարարն եք, որոնք այսօր վիճարկում են իրենց քվեները, նաև Սահմանադրական դատարանով։ Այս հակասությունը ձեզ չի խանգարում ավելի արդարադատ լինել։ Սովորաբար ասում են արդարադատությունը կույր աչքեր է պահանջում։ Արդարադատություն մեր երկրում իրականացնում են միայն դատավորները։ Ես ցավոք սրտի կամ բարեբախտաբար արդարադատություն չեմ իրականացնում։ Ես առաջնորդում եմ այդ ոլորտում քաղաքականության մշակման աշխատանքները։ Այսինքն արդարադատության ոլորտում քաղաքականության մշակողն եմ կամ մշակողներից մեկն եմ հանդիսանում եւ արդարադատության իրականացման խնդիր իմ առջև դրված չէ եւ չի կարող դրված լինել։ Բայց կարծում եք, որ այդ մնացած քաղաքացիները պետք է նաև ձեզ վրա հույս դնեն։ Ես վստահ եմ, որ քաղաքացիները պետք է ունենան այն գիտակցումը, որ բարձր դատարանի կողմից քննարկվող հարցը պետք է ստանա ճիշտ հանգուցալուծում եւ սահմանադրական արդարադատություն պետք է տեղի ունենա։ Անկամ եթե այն դատարանի շենքի առջև ենք, որը որ սահմանադրական արդարադատություն է իրականացնում եւ այս գործով եւս այդ արդարադատությունը պետք է իրացվի։ Անկամ Եթե Սահմանադրական դատարանը որոշի անվավեր ճանաչել ընտրությունները, քաղաքացիական պայմանագիրը պատրաստ է դիմել ընտրությունների։ Եթե որոշի, ինչ պետք է ինչ Ջուլհակյան անի քաղաքացիական պայմանագիրը, իհարկե, եթե Սահմանադրական դատարանն այդպես որոշի, մենք պետք է պատրաստվենք ընտրություններին։ Իսկ ինչ եք կարծում Փաշինյանի հրահանգը, որ մյուս քաղաքացիների տված քվեները Փաշինյանի հրահանգը, որ մյուս քաղաքացիների տված քվեները օրգանիկ չեն եւ միայն իրենց քվեներն են օրգանիկ, դեր կխաղա այսօրվա եւ հետագա գործընթացների վրա։ Ես նախ առաջարկում եմ ձևակերպումների հարցում լինել մի փոքր